Ծառ թափոններից պատրաստում ենք եղևնու խաղալիք։ Անահիտն ընկերների հետ մասնակցում են նոր կյանք թափոնի նախաձեռնությանը ծառի չորացած ճյուղից, կեղևից, կոնից եւ բնության մեջ հայտնված թափոնից պատրաստում ամանորյա էկոզարդարանքներ։ Բնության տված թափոններից պատրաստում ենք այնպիսի բան, որ հետո օգտագործենք ոչ թե որպես աղ թափենք։ Թափոնին նոր կյանք տալուն բնապահպանական պատասխանատվության բարձրացման ուղղված այս նախաձեռնությունն արդեն 4-րդ տարին իրականացնում է Էլադա Մելքոնյանը։ Ամեն տարի տարբեր ոնց որ հումք ենք ընտրում մեր միջոցառումն անելու, պլաստիկել ենք ունեցել, անցած տարի հենց կտորի հումքով արեցինք, այս տարի քանի որ միջոցառումը Հայաստանի բնության պետական թանգարան եւ Հայ անտառ պոակ, որոշեցինք շեշտը դնել հենց անտառի հատվածի վրա, հա, անտառին շեշտադրել, ճիշտ եք ասում, դա ամենևին էլ անտառի համար թափոն չի, այն ինչ որ այնտեղ տեսանք, անտառում ամեն ինչ նշանակություն ունի մարդու համար, միգուցե ինքը ընկալվում է որպես թափոն, այսինքն եթե այդ ճյուղը մենք դրսում անտառում տեսնում ենք, շատ քչերի մտքով կանցնի, վերցնի եւ դրանից դրան երկրորդ կյանք տա։ Ունենք կաղին, ունենք այս թղթից նույնպես թափոն, որ պետքա փաստորեն աղբ դառնար, հիմա մենք օգտագործում ենք տոնածառ ենք պատրաստում։ Այս կարևոր նախաձեռնության համար իր դռներն է բացել բնության պետական թանգարանը տնօրեն Լիլիթ Գալստյանի խոսքով վերջին տարիներին ավելի շատ է խոսվում թափոնների տեսակավորման եւ վերամշակման մասին, սակայն հենց նման նախաձեռնություններն են, որ իրականում նպաստում են հասարակության վարքագծի եւ մտածելակերպի փոփոխությանը։ Մեր թանգարանի համար սա շատ կարևոր է, որովհետև թանգարանը բացի իրազեկումից Հայաստանի բնաշխարհի մասին տեղեկատվությունը տալուց, տալիս է նաև բնապահպանական դաստիարակություն, իրազեկում բնապահպանական եւ բազմիցս մենք իրականացնում ենք այսպիսի միջոցառումներ։ Կկարողանանք ավելի շատ օգուտ տալ մեր բնությանը, նաև մարդկանց։ Այստեղ են նաև Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ընդգծում են, թափոնների վերամշակման մշակույթը մեր հասարակությունում դեռ նոր է ձևավորվում։ Դրա կայացումը հնարավոր է, եթե գիտելիքներն ու արժեքները փոխանցվում են վաղ մանկությունից։ Իրականում նախաձեռնությունները շատ են, բայց դեռևս պրակտիկ չեն ու դեռևս բոլոր հասարակության շերտերը չեն այդ ամեն ինչը իրագործում, բայց հուսանք մոտ ապագայում կստացվի։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։